Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Փառք Տիրոջ։ Սրտի խորքից գոհանանք Աստվածանից այսօրվա մեր պաշտամունքի համար, խոսքի համար։ Փառք Տիրոջ, եղբայրը շատ լավ հիշեցրեց, որ մենք հավատքի ժողովուրդ ենք եւ Աստված մեզ պարգևել է դա Աստծո պարգևն է, եւ ինչքան որ գնահատենք Աստծո տվածը, կիմանանք թե ինչ է նաեւ պետք, որ պիտի ավելացնենք դրա վրա։ Որտեւ երբ որ մենք Աստծո տվածը չենք կարողանում գնահատենք, մենք միշտ մտածում ենք, որ Աստված էլի պիտի տա, նախ պիտի տեսնենք այն, որ Աստված մեզ տվեց։ Փառք Տիրոջ։ Աստված մեզի որդիներ արեց, նա կանչեց մեզ, որ տանի երկնային արքայությունը։ Մեր ամենակարևոր նպատակը Տեր Հիսուսի, որ մենք բոլորս գնանք երկինք, որ Տիրոջ հետ լինենք, հավիտյան Տիրոջ հետ լինենք։ Ես մի քանի համարներ ուզում եմ կարդամ, եղբայրը որ հիշեցրեց, մի փոքր։ Ուրեմն տեսեք նորից Եբրայեցից 4-րդ գլխի 3-րդ խոսքն եմ կարդում։ Ավետարանը մեզ ոնց է կոչում. իսկ մենք, որ հավատացինք, հանգիստը պիտի մտնենք, ինչպես ասվեցավ։ Ուստի երթում իմ բարկության մեջ, թե իմ հանգիստս պիտի չմտնեն։ Ումը երթում արավ, թեև իր գործերը աշխարհի սկզբեն լրացած էին։ Հանգիստը մտնելու, Աստծո հանգստի մեջ մտնելու, Աստված բոլոր գործերն արել է։ Բոլոր գործերն արել է, որ մտնեն Աստծո հանգիստը։ Բայց Աստված երթվավ, որ անհավատները պիտի չմտնեն։ Նրանք, որ չեն հավատում, նրանք պիտի չմտնեն։ Իսկ հավատացողների համար Աստված այդ գործը բոլորն արել է մեր համար։ Աստծո մեծ գործը, որ մենք կարողանանք մտնենք այդ հանգիստը, Աստված մեզ համար մի հատ հանգիստ է պատրաստել։ Ես ուզում եմ Աբրահամի համար էլ կարդամ 11-րդ գլխում։ Ուրեմն տեսեք Աբրահամը Եբրայեցից 11-րդ գլխի 8-րդ խոսքը։ Հավատքով երբ Աբրահամը կանչվեցավ, մտիկ կրա, որ գնաց այնտեղ, որ պիտի ժառանգեր, եւ ելավ գնաց ու չեր գիտեր, թե ուր կերթա։ Աբրահամը գնում էր, բայց չէր իմանում ուր է գնում։ Նա չէր կարողանում տեսնել։ Մենք շատ անգամ ուզում ենք հասկանանք, տեսնենք, թե վերին Երուսաղեմը ոնց պիտի մտնենք, այդ մեր փրկության գործը ոնց պիտի լինի։ Ստեղ ասում է, որ Աբրահամը ինքը չէր տեսնում, չէր իմանում։ Հավատքով պանդխտացավ ավետած երկրի մեջ, որպես թե օտարության մեջ, վրանների մեջ բնակվեցավ Իսահակին ու Հակոբի հետ մեկտեղ, որոնք իրեն հետ ժառանգորդներ էին նույն խոստումին։ Վասզի ինքս կսպասեր այն հիմերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչը Աստված։ Ուրեմն Աբրահամը ապրում էր մի երկրում, որը Իրանն էր, իր սերնդին էր խոստացված, բայց օտարի պես էր ապրում։ Ինքը օտարի պես էր ապրում։ Ոնց կարաս ապրես այն երկրում, որը խոստացված է, բայց օտարի պես, ինչ հույսով պիտի ապրես։ Աբրահամը հավատում էր, որ երկրում, որ ինքը օտար է, այդ երկիրը իրան պիտի տա։ Աբրահամը հավատում էր, որ Աստված խոստացել է իրան երկիրը, ասպավասզի ինքը կսպասեր այն հիմերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչը Աստված է։ Աբրահամը ջանք չէր անում, որ գնար այն քաղաքը, որի ճարտարապետ Աստված է, նա սպասում էր, որ մի օր պիտի մտնի այդ քաղաքը։ Նա հավատարիմ սպասում էր։ Պողոս առաքյալը մեզ հիշեցնում է, ասում է, որ հավատքս պահեցի։ Ինքը չի ասում, որ ես ամեն օր հավատացի։ Ինքն ասում է, որ այդ հավատքը, որ Աստված ինձ պատվիրել է, այդ հավատքը, որ Աստված Հիսուս Քրիստոսով շնորհել է, ես այդ հավատքը ամեն օր պահում եմ։ Ամեն օր իմ սրտի մեջ այդ հավատքը պահում եմ։ Իմ ջանքը, տեսեք 4-րդ գլխի 11 խոսքն էլ կարդամ Եբրայեցից։ Ուրեմն ջանանք այն հանգիստը մտնելու, որ չլա թե մեկը նույն անհավատության մեջ ընկնի։ Իրա ջանքը հավատքի մեջ հաստատ մնալն էր։ Իրա ջանքը աշխարհը եւ չարը եւ սատանեն եւ ամեն ինչ փորձում են նպաստի նրան, որ քո սրտի միջից հավատքը հանի։
Հավատքը կհանի, երբ որ դու քեզ կնայես, հավատքը կնայի, երբ որ շրջապատին կնայես, չգիտեմ, սխալներիդ կնայես, նա կփորձի այդ հավատքը քո միջից անի։ Ստե Պողոս առաքյալը հորդորում ասում է, ջանք արեք, որ անհավատությունով չընկնեք։ Ջանք արեք, որ այդ հավատքը ձեր սրտի մեջ պահեք։ Այդ հավատքը Աստված տվել է մեզ, դա տվել է մեզ։ Հավատքով մենք մկրտվել ենք, հավատքով աշխարհից դուրս ենք եկել, հավատքով նայում ենք մենք այդ քաղաքին, հավատքով ենք կարողանում տեսնենք այդ քաղաքը, հավատքով է, որ այդ խաչը գործում է մեր կյանքի մեջ, հավատքով Աստված շատ բաներ անում մեր կյանքի մեջ, որից շատերը մենք չենք կարողանում տեսնենք, Աստված ամեն բան մեր կյանքում հավատքով անում, և հավատքով է, որ մեր կյանքը օրեցօր փոխվում է։ Անգամ Պողոս առաքյալը սովորեցնում է, որ մենք Աստծո օրենքը անգամ հավատքով ենք կատարում։ Հավատքով է, որ Աստծո օրենքները պահում ենք։ Առանց հավատքի, ինչ էլ որ անենք, Աստծո աչքի առաջին հաճելի չի։ Ինչ էլ որ անենք, հավատքով է, որ մեր կյանքը ապրում ենք։ Առավոտ եթե մենք որոշում ենք, որ պիտի գանք պաշտամունքի, դա մեր հավատքն է, որ ստիպում է։ Դա հավատքով է, որ սպասում ենք, որ մի օր պիտի մտնենք այդ քաղաքը։ Շատ կարևոր է, որ մեր կյանքի մեջ այդ հավատքը պահենք, որտեղ Աստված այդ հավատքը տվել է մեզ, եւ դա պարգև է Աստծո։ Աստված քո երկինք մտնելու գործը կատարել է, որ դու երկինք պիտի մտնես։ Եվ այդ ճանապարհի մեջ, որ ոնց որ Աբրահամը, որ պանդխտացած էր, նա օտար էր, այդ երկրում օտար էր, միգուցե հազարավոր մտքեր էր գալիս։ Եթե այս երկիրը իմն է, բայց ինչի եմ ստեղ օտար։ Բան չի ես երկրի մեջ, ես պիտի չզգամ որպես երկրի տերը։ Ես ինչի պիտի ես ամբողջ երկիրը չժառանգեմ, բայց երբ կլինի, հազարավոր մտքեր էր գալիս։ Բայց Աբրահամը թեկուզ օտար էր, բայց ինքը սպասում էր, այսինքն հավատքը մարդուն ներշնչում է, որ ինքը սպասի։ Եվ այն ծառան, որ չէր սպասում իր տիրոջը, որ Տերը պիտի գա, իր ծառայակիցներին նեղացրեց եւ իրանց ծառայակիցներին ցավացրեց։ Ինչի մարդը խնդիրներ ունի երկրի վրա։ Հոգեով մարդ ինչի խնդիրներ ունի։ Որտեւ նա ինքը չի սպասում իր տիրոջը, որ Տերը շուտով պիտի գա։ Իր տիրոջը սպասողը իր հանդերձները շտկում է։ Իր հավատքը շտկում է։ Ինքը գիշեր ու ցերեկ զգուշություն անում, իր կյանքը իր Աստծո առաջ ո՞նց է։ Ինքը հետևում է իր սրտի խորքի հավատքին, որ Աստված իրան պարգևել է։ Նա նորանոր հավատներ չի ստեղծում, նորանոր բաներ չի ստեղծում։ Ես ուզում եմ կարդամ մի համար էլ, տեսեք ինչքան շատ ծանոթ համար է, շատ քաջ համար է, մենք շատ անգամ այս համարը կրկնում ենք։ Ուրեմն 4-րդ գլխի 12 խոսքը Եբրայեցիս։ Վասնզի Աստծո խոսքը կենթանի է եւ զորեղ, եւ ամեն երկսարի սրից կտրուկ, որ կթափանցե միջև շունչը ու հոգու եւ հոդվածները ու ծուծը, կքննե սրտի խորհուրդները ու մտածմունքները։ Նա այդքան կարողություն ունի։ Նա մտնում է ու մեր սիրտը սկսում է մտածել։ Շատերս վախենում ենք, ասում ենք, վայ, եթե մի sense բան մտածեցինք, վայ, Աստված տեսավ եւ այլն։ Տեսեք, սրա վերևում բացատրում է, թե ինչի համար է քո սրտի մտածմունքները քննում։ Նա քո սրտի մտածմունքները չի քննում քեզ դատելու, քննադատելու, կոտրելու։ Վերևում 11 համարը մենք կարդացինք, ուրեմն ջանանք այն հանգիստը մտնելու, որ չլա թե մեկը նույն անհավատության մեջ ընկնի։ Աստծո խոսքը երբ որ գալիս է, քո սրտի մեջ քննում է քո հավատքը։ Դու քո սրտի մեջ քո հավատքը պահել ես։ Քո սրտի մեջ ամուր է քո հավատքը։ Որտեղ մեր հավատքի հիմքը կանգնած է նրա վրա, որ Հիսուսը մեռելներից հարություն է առել։ Մեր հավատքը մեծամեծ հրաշքներ գործելը չի հիմքը։ Իհարկե դա հավատքով կատարում է շատ բաներ։ Բայց հավատքի հիմքը նրա վրա է, որ Հիսուսը մեռելներից հարություն է առել։ Եվ հավատքի հիմքը նա է, որ այսօր Հիսուսը մեր մեջ է։ Այսօր Հիսուսը մեր սրտերի մեջ է։ Երբ որ մենք հավատքով տեսնում ենք, որ Հիսուսը մեր կողքին է, մեր հայերեն լեզվով ասած խելոքանում ենք։ Խելոքանում ենք, կոտրվում ենք, փոխվում ենք։
Երբ որ Սուրբ Հոգին իջավ Սավուղի վրա, ասում Սավուղը փոխվեց, ուրիշ մարդ դառավ։ Երբ որ մենք հավատքով տեսնում ենք, որ Հիսուսը մեր կողքին է, մենք փոխվում ենք, ուրիշ մարդ ենք դառնում։ Մեր սրտի խորհուրդներն ա փոխվում, մեր իրար հանդեպ բոլոր գործողություններն ա փոխվում, որտեղ Հիսուսը սովորեցնում է սիրել։ Եվ սովորեցնում է, եթե ուզում ես հաղթես, դու պիտի սիրես, որ հաղթես։ Ատելությունով, հպարտությունով, ուրիշներին ցածրացնելով չես կարող հաղթես։ Դա պարտություն է։ Հաղթանակը սիրո մեջ է, Հիսուսն է սովորեցնում։ Դրա համար Տեր Հիսուսը մեզ պարզ հասարակ մի աղոթք սովորեցրեց։ Ասեց, երբ որ աղոթք կանես, շատախոս մի եղի, երբ որ աղոթք կանես, մտիր քո ներքին սենյակը, ինչի է պարտադիր ներքին սենյակը մտնելու։ Որտեվ երբ որ մտնում ես քո ներքին սենյակը, քո ներքին սենյակում տենում ես, դու շատ լավ գիտես, դու հավատում ես, որ Հիսուսը քո կողքին է, թե չէ։ Դու քո ներքին սենյակում ինքդ քեզ ասում ես, Հիսուսը ինձ լսում է, թե չէ։ Երբ որ ընդունում ես, ասում ես, Հիսուսը հիմա ինձ լսում է, քո կյանքը փոխվում է։ Ինչ որ մի բան փոխվում է, քո բառերն է փոխվում, քո աղոթքն է փոխվում, քո վիճակն է փոխվում, դու զգում ես մի բան, որ դու փոխվեցիր, ուրիշ մարդ ես դառել։ Հետո դու նայում ես, ասում ես, ես ու սենց մարդ, բոլորից հնարավոր է, որ լավ հավատացյալ, բայց ինձանից դժվար թե լավ մարդ դու զգա։ Բայց երբ որ դու իր ներկայության մեջ ես, ասում ես, դա ինձանից չի, դրան նրանից է, որ ես հավատում եմ, որ ինքը իմ կողքին է։ Ես հավատում եմ, որ ինքը մեռելներից հարություն է արել։ Երբ որ դու իրան չես տեսնում, հազար ներողություն, շատերի հետ կարած կռվես, քո արդարությունը առաջ տանես, ախր սենց է, ախր նենց է, ինչի սենց պիտի լիներ, ինչի նենց պիտի լիներ։ Երբ որ իրան տենում ես, կուրծ կտես ծեցում։ Ասում ես, ես եմ մեղավոր։ Ես ես ոչ չգիտեի, որ ես եմ մեղավոր։ Հիսուս ջան, ես ինչ լավ է, որ ես քեզ տենում եմ, որտեվ եթե ես քեզ չտենայի, խավարի մեջ կլինեի։ Միշտ կմտածեի, որ արդար եմ, միշտ կմտածեի, որ իմ ճանապարհները շատ ուղիղ եմ սարքել, շիտակ եմ ստեղծել։ Ես ինչ լավ է, որ ես իմ աղոթքի մեջ քեզ տեսնում եմ։ Որտեվ երբ որ դու մտնում ես քո ներքին սենյակը, Հիսուսը մի պարզ բան է ասում։ Ասում է, գնա հաշտվի եղբորդ հետ։ Դու ասում ես, հեսա զորավոր աղոթք կանեմ, շատ երկար կանեմ, գեղեցիկ կանեմ, կարդացածովս կանեմ, շատ լավ աղոթք կանեմ, երկար աղոթում ես, երկար աղոթքիդ վերջում ասում է, գնա հաշտվի եղբորդ հետ, որ ես քեզ կարողանամ լսեմ։ Ասում է, ների մարդկանց, որ ես կարողանամ քեզ լսեմ։ Տեր Հիսուսը սովորեցնում էր չափերը, ասում էր, ինչ չափով չափեք, նրանով էլ ձեզ պիտի չափեն։ Տեր Հիսուսը սովորեցնում է աղոթքի չափը, ներիր, որ ես քեզ լսեմ։ Սիրտը դատարկիր, խոստովանիր, որ դու ես մեղավոր։ Եթե դու իմ հետևից ես հայր, ես քո թշնամիները քեզ հետ կհաշտեցնեի։ Եթե դու իմ հետ լինեիր, քո կյանքը կփոխվեր, ինչպես որ շատ անգամ քո կյանքը փոխվել է, երբ որ իրան ես հանդիպել։ Մեր հոգևոր կյանքում Աստծո ժողովուրդ, ինչքան որ ես եմ հասկանում, իհարկե շատ քիչ եմ հասկանում, բայց ինչքան որ ես հասկանում եմ, երբ որ պաշտամունքը գնում ենք, պաշտամունք ենք գնում, աղոթք ենք գնում, երբ որ ուզում ենք հաղորդակցվենք, մեր սրտի մեջ, երբ որ հավատում ենք, որ Հիսուսը ընդեղ է, շատ բան է փոխվում։ Երբ որ չենք հավատում, ինչ ուզում ես արա, ոչինչ չի փոխվում, ոնց եկել ենք, տենց գնում ենք։ Փաստորեն սատանայի նպատակն է, որ դու այդ օրը չկարողանաս հավատաս, որ Հիսուսը քո կողքին է։ Դու կարող ես գնաս պաշտամունքի քննադատես քարոզը, քննադատես քո կողքիներին։ Ես հիշում եմ, երբ որ նոր էի, երկար տարիներ առաջ, երևի մի 25 տարի առաջ էր, որ 25 տարի առաջ է հեշտ եմ պատմում, էլի։ Երբ որ գնացի պաշտամունքի, նոր էի գնացի, առաջ անգամ գնում եմ աղոթքաժողով, երբ որ գնացի մի հատ անձնավորության տեսա, որ իր հետ կռվել էի։ Կռվել էի, հա, դեսից թվում էր, ես շատ լավն եմ, ինքը վատնա, տեսոսի, աման, ես էլ պիտի փրկվի, ուզում եմ ասել, Հիսուս ջան, ավելի լավ է չփրկվեմ, եթե ես էլ պիտի փրկվի։ Որտեվ այդ ժամանակ տենց էի մտածում։
մտածում եմ ես արդար եմ։ Բայց երբ որ ժամանակներ հետո, երբ որ Տեր Հիսուսը ինձ հայտնվեց, Աստծո ժողովուրդ, ես մենակ այդ անգամ եմ տենց զգացի, անկեղծ ուզում եմ ասեմ, այդ օրը որ Տերը հայտնվեց, ես ասեցի, եթե երկրի վրայից ինձ վերցնես, երկիրը կմաքրվի։ Երևի երկիրը իմ պատճառով է, որ պիղծա։ Երբ որ ես զգացմունք ունենում ես, Տեր Հիսուսը իզուր չասեց, որ մաքսավորը, որ իր կուրծքը ծեծում էր, արդարացած գնաց տուն։ Ինչ նշանակում արդարացած, նշանակում է փոխված։ Ինչ նշանակում արդարացած, նշանակում է սրտի խորքում, խաղաղությունով։ Արդարացած նշանակում է հավատքով։ Աբրահամը հանդարտ էր, խաղաղ էր, օտար էր երկիրը, բայց իր սիրտը խաղաղ էր։ Ես մի բան էլ կասեմ ու կվերջացնեմ, ձեր ժամանակը չարաշահում եմ։ Ուրեմն Աբրահամը հետաքրքիր է։ Աստված երբ որ ասեց Իսահակին տար զոհարա, ինչի՞ չասեց մի հատ մոտիկ տեղ զոհարա։ Ասում Աբրահամը 3 օր ճանապարհ գնաց։ Ինչի համար։ Թո մոտիկ տեղ լիներ, ինչքան շուտ էր, այնքան շուտ կպրծեր այդ դարդից։ Չէ ցավ էր, երեխուն պիտի տաներ։ Աստված Աբրահամին ժամանակ տվեց։ Ասեց լավ մտածի։ Լավ մտածի, այս ճանապարհի մեջ շատ լավ մտածի։ Քո Իսահակին կարաս զոհարես։ Աստված, տեսեք Աբրահամը ասում է Եհովա հիր է դրեց, Աստված որ տեսնում է։ 3 օր ինքը իմ սրտի մեջ տեսնում էր, եւ Աստված ասեց. Աբրահամ, ես տենում եմ, որ դու Աստվածանից վախենում ես։ Քո հավատքը տանում է նրան, որ դու կանգնած ես Արարչի առաջ։ Մենք մի հատ երգ ունենք 1000 ներողություն, ասում եմ, երբ որ գա ասես դեմ առ դեմ իր առաջ պիտի կանգնեմ։ Այդ ասելու ժամանակ երգել ես վախենում եմ։ Որտեղ երբ որ ինքը գա, ես երևի ինքնեմ իր ոտների մոտ, վախից ասեմ Տեր, դու ես եկել, քո ողորմությանն եմ սպասում։ Որտեղ ինքը արարիչ է, մենք արարված ենք։ Ինքը Աստված է, եւ այս մեծ ողորմությունը, որ մեր վրա արեց, այս մեծ ողորմությունը ստիպում է, որ ամեն անգամ իր առաջ կոտրվենք, ասենք Տեր, ով եմ ես, որ մարդկանց քննադատեմ։ Ով եմ ես, որ մարդկանց սխալների հետևից ընկնեմ, ով եմ ես ուրիշներին ուղղեմ, մեկ ելնի ինձի ուղղի։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մեր մեջ հավատք է դրել եւ մեր սրտի խորքում ամեն ատեն ասում ենք Տեր, դու հիմա իմ կողքին ես, դու իմ հետ ես, դու իմ սրտի հետ խոսում ես։ Հիմա էլ Աստված իր խոսքով, պաշտամունքով, երգով, աղոթքով խոսում է մեր հետ, մեր սրտերի հետ խոսում է։ Շատ կարևոր բան ասում, մի կարծրացրեք ձեր սրտերը։ Մի հակառակվի դրան, Աստված խոսում է քո հետ, իմ հետ։ Փառք տու Աստծուն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։